Ողջույն իմ սիրելի հետևորդներ, այս անգամ շատ գեղեցիկ մածունով բիսկվիթ եմ թխելու, մի հետևորդուհի ունեմ, նաև բարեկամ, ցանկացավ, որ ես մածունով բիսկվիթ պատրաստեմ և ներկայացնեմ, վերցրել եմ 4 միջին չափի ձու և 1 բաժակ շաքարավազ, լավ հարում ենք, մի պտղունց աղի հետ, պետք է այսպես գույնը փոխվի սպիտակի և փրփրի, նոր ավելացնենք մածունը, քանի որ էստեղ մածուն ունենք, պետք է ավելացնենք սոդա, սոդան կլցնեմ մածունի վրա, կհարեմ մի թեթև, հենց կփրփրի, կակտիվանա, կավելացնենք հարված ձվին, ավելացնելուց հետո հարիչով մի հատ 2 պտույտ ենք անում ու ավելացնում ենք յուղը, ես միշտ բիսկվիթների մեջ հալված յուղ եմ օգտագործում, ինձ այդ համը շատ է դուր գալիս, և շատ փափուկ է ստացվում և շատ համեղ, օգտագործում եմ 100 մլ յուղ, բաղադրիչների քանակը կգրեմ տեսանյութի ներքևում, որպեսզի հեշտ գտնեք և հեշտությամբ ստացվի բաղադրիչների քանակը վերցնելը, ավելացնում ենք 1,5 բաժակ ալյուր, այստեղ չափած 1,5 բաժակ ալյուրը լցնում եմ, բայց զգում եմ, որ 1 ճաշի գդալ ալյուրի տեղել ունի, դա էլ եմ ավելացնում, և դրանից հետո սկսում եմ խառնել և որպեսզի ստանամ ծորացող զանգված, այստեղ պետք է այնպես պատրաստենք, որ նաև ունենանք 2 ճաշի գդալ կակաո լցնելու տեղ, այսինքն մի փոքր խմորը ծորացող լինելուց հետո պետք է բաժանենք 2 մասի, բաժանելուց հետո մի մասի վրա ավելացնում ենք կակաոն, տեսեք ինչպիսին է, այստեղ կարող եք նաև մի գդալ նորից ալյուր ավելացնել, բայց երբ որ կիսեք, երկրորդ ամանի մեջ ավելացնեք կակաոն, այս մի ամանի մեջ ավելացնեք 1 ճաշի գդալ ալյուրը, որպեսզի ձեր մոտ ստացվի շատ լավ բիսկվիթը, բարձրանալու ընթացքում ալյուրի բավարար քանակը թույլ տա, որպեսզի բիսկվիթը չիջնի, բարձրությունը պահպանի և հետո էլ ստացվի շատ փափուկ, երկու ձևավորման տոպրակի մեջ եմ դատարկում, տարբեր տոպրակների մեջ և ձևավորելով տապակի մեջը ստանալու ենք գեղեցիկ բիսկվիթ, դե ընթացքը կտեսնեք, տապակի չափը 38-42-ի վրա է, սանտիմետրի վրա է, բավականին ինքը մեծ է և բոլորս էլ կհասկանանք, եթե այս բիսկվիթը լցնենք ավելի փոքր 26 սանտիմետր չափսի ամանի մեջ կամ 22 չափսի ամանի մեջ, մոտավորապես այս տապակի կես չափը, բավականին բարձր բիսկվիթ կունենանք 6-7 սանտիմետր բարձրությունով, բայց այստեղ ես մտածեցի ռուլետ փաթաթեմ, հետո էլ թխելուց հետո տեսա, թե ինչքան սիրուն է, ափսոսեցի, որ այդ ռուլետը փաթաթեմ, հենց այսպես էլ թողեցի, այսպես 4 շերտ սպիտակ խմոր, 3 շերտ դարչնագույն խմոր, չոփիկի ծայրով ձև ենք տալիս, որ կողմի վրա կուզեք պտտեք, կփորձեք ոնց կստացվի, ես ինքս սա երևի երկրորդ անգամ եմ անում և չեմ էլ հիշի, թե այս մի անգամը ներքևից բարձրացա, վերևից բարձրացա, անկանոն խաղեր ենք անում և այդ ընթացքում ինքը շատ էլ գեղեցիկ է ստացվում, ձևավորելուց հետո տեղափոխում ենք արդեն տաքացած ջեռոց 250 աստիճան Ցելսիուսում թխելու համար,
Թխվում է 15-ից 20 րոպե, ոչ ավել։ Դե թխվելու ժամանակը կախված է նաև ջերմաստիճանից, ձեր ջեռոցը 300 ջերմաստիճան է, թե 250, այսինքն որը կլինի իր համար բարձր ջերմաստիճան։ Դուք պետք է ինքներդ իմանաք։ Որոշեցի, որ ռուլետ չեմ պատրաստում, պետք է վրան մեղր ու յուղը խառնած քսեմ, որպեսզի եւ մի քիչ էլ քաղցրանա երեսը եւ գեղեցիկ փայլ ունենա։ Ավելի դարչնագույնը մաքվի, արտահայտիչ գույներով լինի գծանախշերը։ Շատ լավ ստացվեց, սիրելիներս, ինչ նախշ ուզեք կարող եք հենց այդպես էլ անել, մտածում եք, թե ինչպես անել ու որոշում եք անում, կարող եք յուղաթղթի վրա գեղեցիկ պատկերներ նկարել, դնել սառցախցիկը մի փոքր սառի, հետո հանեք վրան լցնել մի գույն բիսկվիթը ու դնել թխվելու, հանելուց հետո գեղեցիկ պատկերները լինում են հակառակ կողմի վրա։ Մի օր էլ այդպես կներկայացնեմ։ Այսքանը սիրելիներս, անչափ շնորհակալ եմ, որ դուք իմ ալիքում եք, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր անընդհատ իմ ալիքում են, ինձ ոգևորում են, ոգեշնչում, երբեք չեն զլանում լավ խոսքեր գրելուց, ինձ հետ այստեղ շփվելուց, կոմենտների բաժնում, մի խոսքով ես ներկայացնում եմ այն, ինչը անմիջապես իմ խոհանոցից է, ձևականությունների հետև չեմ ընկնում։ Ինձ համար հաճելի է, երբ ես ներկայացնում եմ այն, ինչը ես պատրաստում եմ, միգուցե մի բաղադրիչ պակաս, բայց պատրաստեմ, բիսկվիթը վերջացնեմ եւ դուք տեսնեք, թե ինչքան լավ է ստացվել եւ հենց դրանով էլ ձեզ օգնած լինեմ, որ դուք էլ կարողանաք շուտ կողմնորոշվել։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք։